տեսեք, ժողովուրդ ջան։ Այս մեր տերմինալն է, ճիշտ է։ Այս է մեր պրոյեկտն է, որը որ ունենք արդեն սարք։ Երբ որ ես անում եմ NGSR, ինքը պրոյեկտը run է տալիս։ Հիմա բնականաբար, եթե ես օգտվում եմ մեծ տերմինալից, պետք է իրան ոնց որ kill անեմ, Ctrl+C անջատեմ, որ կարողանամ այն մյուս կոմանդը run անեմ տերմինալի մեջ։ Այսինքն ng generate component, հա, բայց ես եթե չեմ ուզում, կարող եմ այդպես չանեմ, օրինակ բացեմ նոր տերմինալ։ Հա, տեսեք, այս տերմինալի մեջ ոչ մի բան run տված չի, այս մի տերմինալի մեջ ինքը run եղած է։ Կարող եմ սա օգտագործեմ որպես runner իմ համար։ Այս մյուս տերմինալի մեջ անում ng generate component, հապաղումը սովորացրել է արանը։ Ոնց? Այս նույնը աշխատում է, երբ որ ես հապաղում կարամ, ng-ից, հա, ng generate component, հա, պատկերացրու, կամ գրեմ ng generate service, հա, service-ներին որ անցնենք, այդ վաղտը կարամ օգտագործենք։ Հա, ու կարամ արդեն անունը տամ, հա, component-ից, ունենք header-ը, ունենք footer-ը, ունենք, կարանք մի հատ էլ ինչ ունենանք, կարանք ունենանք nav, մի հատ էլ, հա, nav։ Всё, ինքը սարքեց, ստեղ ավելացավ նավս, հեսա։ Ստեղ ինքը run եղած է, ոչ մի բան չի խանգարում։ Հա, պատկերացրինք։ Համի այսինքն, որ ես նոր ստալ NGSR-ի, դրանցը կանտրոլը հա, թազը տերմինալ կարամ բացեմ, մեջը օգտագործեմ։ Բայց երբ 5 տերմինալները ջրում են, չէ, ստեղ է։ Հա, չէ, հաստատ է, հետո որ դու բացես, փակել բացես։ Ինչը փակեմ բացեմ։ Ну, կոմպոտ անջատում։ Հա, պատկերացրու կոմպոտ անջատում։ Փակել եմ վիզուալ կոմպոտ։ Հա, այդ հետո որ բացես, մի հատ էլի թազա ինքը հա դիառան տամ ես իրան դուրս։ Էլի դիառանտաս էլի թազա։ Այս տերմինալներս իմաստ չունի թազա սարքել, ինքը երկուսն է պահել աստեղ։ Հա, Ես այս մեկը run անելու համար կարող եմ օգտագործեմ, այս մեկը ստեղ։ Դու կարաս ջնջես։ Ջիս Վալաջան պատկերացրի այդ պահը։ Բայց որ չխառնվեք իրար, չխառնեք, ոնց է կարող մի տերմինալի մեջ ստուգել։ Ctrl+C-ով անջատեք, դեր կամարը run անեք։ Սրանցից էլ կետ հարցեր չի գրում որ դերում սարքել։ Ես որ ինձ սրտագից հարցեր չի գրում, բայց ինձ ստեղ որ տանում որ դու ես ինձ հարցեր դիպ չէ իրադարձ։ NGSR? Չէ, ինչով անես ուզում ես, հա, ng generate component-ը է, սենց հարցը չի գրում, ստեղ, ասիկ այդ սերմը, չէ, այս տագից, այս նորոք, դեգիտ այդ հարցը չի գրում, որ դու հիմա բացել եմ, այս սենց հարցը չի գրում, որտեղ չի գրում, ուրա, ոնց կարող չի գրի։ Առան եմ արել, բայց արդեն ես իրան ինչ հասցե գրի։ Հեսա վերևը արի հետին։ Հա, վերևը, հա, նո, բայց տագիսը իջրնի է։ Եթե դու սերվես արել, ինքը չէր ինչ հասցե գրի, ինքը տես լոգերը պետք է արդեն գրի։ Հիմա այդ error-ներ տես warning ունես, warning-ն ա գրել, այստեղ օրինակի համար, հա։ Բայց տագից հասցեել իմաստ չկա, որտեղ ինքը run եղած է արդեն։ Դու ստե ոչ մի կամար չես կարող այլ օգտագործես։ Պատկերացրի։ Հա, հասկացա։ Ես դրա համար ուզում եմ։ Ալո։ Ես դրա հետ եմ ասել, որ բանչի, Հա, չէ, ինքը չի գրել, որտեղ ինքը արդեն run եղած ռեժիմում է, ինքը live ռեժիմում է։ Ինչ log ունենաս, change ունենաս, ամենա ես հետս աջնջեմ։ Հա։ Save եմ սխում, նայ, ասում է rebuilding։ Չէ, ինքը արդեն build ա եղել, տակից log-երն է աշխատում։ Հա, ամենա, որովհետեւ մի հատ որ աշխատեց, դու դերի կոպի անես պապքի թաշին, վերջինս չէ։ Չունես կոպի։ Ինչը կոպի։ Չէ, մի հատով է։ Okay, հիմա մի հատով եմ աշխատում։ Ուզում ես կոմպոնենտ սարքենք նոր։ Ctrl+C եմ անում։
Անջատում եմ։ Հա, վերում ունի անգամ։ Անջատում եմ իրան, ես պետք է անջատեմ իրան, որ կարողանամ թազակաման օգտագործեմ։ Եթե ես իրան չանջատեմ, ես իրան թազակաման չեմ կարող ասել որ ան։ Հա? Всё, շատ լավ է։ Հիմա պատկերացնենք, ստեղ ունենք, չգիտեմ, արեի ունենք, որը որ տպել ենք, ճիշտ է։ Ну, это автоматически. Վալեր ջան, մեր հետ ես դու։ NGF-ը ինչ էր անում։ NGF-ը։ NGF, որ գրում ենք NGF, օրինակ SNGF-ը։ Եկեք ուրեմն այս մեր օպերատորներից նորից գանք, հա։ Առհասարակ, օրինակ մենք JavaScript-ում օգտագործում ենք, ճիշտ է, for, if, else, հա։ Այս մեր Angular-ում ինքը մի քիչ ավելի ոնց որ ձևափոխված ձևով կարանք օգտագործենք արդեն HTML։ Այսինքն երբ որ դու if else էիր օգտագործում, չէ՞, JavaScript-ում։ Այդ նույնը Angular-ը հնարավորություն է տալիս, որ մենք օգտագործենք HTML-ում նաև։ Ինքը ստեղծել է մեր համար directive-ներ։ Սրանք ինչ directive-ներ են, առհասարակ directive-ների մասին պատմել է Արամը։ Ասել է ինչ է directive-ը, ինչի համար է նախատեսվել։ Ուրեմն տեսեք, directive-ը ընդհանուր պատմում directive-ը ինչ է, directive մասին։ Directive-ը ինքը էլեմենտի attribute-ի նման, ոնց է, չէ, attribute եք օգտագործում։ Attribute-ների գիտենք, չէ, HTML attribute։ Օրինակ ինչ attribute-ներ ունենք, կարա՞ք ասեք։ Ցուցակ արխիվ համար թվերի համար ստարտավորից ծերտավոր հորոմյական մի բան թե սովորական թվերով ABC-ով հաշվարկը ստի հաշվարկը դիտի կարդեն թե բան սպասի թե գնումա որ գորդեր նոդերը դուտե Ինչա են որ տալս է սպասի Իջա դու սպասի attribute-ներից Okay, հիմա պատկերացրեք Angular-ը եկել է առաջաբերել մի հատ թազա գաղափար, որը կոչվում է directive։ Այդ directive-ի օգնությամբ էլեմենտի հետ ցանկացած գործողություն կարողանում անենք, հա։ Բայց այս directive-ներն են մեր մոտ էլի բաժանված են մի քանի տեսակի։ Գոյություն ունի առաջի տեսակը, որ միշտ օգտագործվում է ինքը գրեթե մեր ցանկացած կոմպոնենտում, այս եթե ուզում եք կարող ինչ-որ միտեղ նշում անեք կամ գրեք, որ չգիտեմ, կամ հետո վիդեո նայեք, նշումներ անեք, չգիտեմ։ Տեսեք, այս NGF-ը, օրինակ որ նայում ենք առաջինը, որ տեսնում ենք, հա, NGF-ը, NG4-ը։ NGF-ը դե նույն if else-ն է, որը որ նախատեսված է, նույն NGF-ը if-ն է, else-ն էլ հետո կասեմ ոնց են օգտագործում։ Ընթացքում անցնել ենք։ Սրանք կոչվում են ստրուկտուրնի directive-ներ։ Ինչի համար են իրանք կոչվում ստրուկտուրնի directive-ներ, քանի որ իրանք փոփոխում են ամբողջապես մեր HTML-ի դասավորվածությունը, հա։ HTML-ի DOM-ի ստրուկտուրան փոխում են իրանք։ Ոնց կարանք հասկանանք, որ ինքը փոխում է ստրուկտուրան, ուղղակի կարանք գնանք օրինակ, չգիտեմ, միանգամից browser, հա։ Browser գնանք localhost 4200, հա։ Եկեք բացենք inspect-ը, board-ին բացում ենք, app main, այս header-ի մեջ կհասկանանք ինքը ինչ ձևով փոփոխվել։ Տեսեք, հիմա էջը refresh որ անեմ կորի, հա, նայ, տեսնում ենք այս փոփոխությունները ոնց է առաջանում, բայց անկախ ամենից, ինքը եկեք մի հատ կոդի level նայենք, հասկանանք ինչ է արած։ Title-ն է, ինքը փոփոխվում է, չէ՞, բայց ինչ է արած, NGF show-ը ինչ-որ, այս show-ն ինչ է force-ը, երբ է դառնում ինքը true, ինչ-որ պատահական, երբ է դառնում ինքը true, երբ է դառնում ինքը true չի դառնում, ինքը չի էլ երևում, հասկացանք, հիմա եկեք նենց անենք, որ ինքը ինչ-որ մի հատ պահի true դառնա, այ այստեղ կարանք ասենք, որ this-ի, լավ, եկեք առանձին մի հատ set time out գրենք, այստեղ,
set timeout ասում եմ this is shown թող դառնա true 5 վայրկյան հետո հա եկանք ստեղ արագի մեջ բացեցինք հիմա տեսեք ստեղ ինչա կատարվում մարդու հեսա 5 վայրկյան անցավ ավելացավ UL-ը այս մեր դոմի ստրուկտուրայի մեջ փոփոխություն եղավ չէ դրա համար ինքը կոչվում է ստրուկտուրնի դայրեկտիվ այսինքն կարանք պատկերացնենք այս ամեն ինչից որ ստրուկտուրնի դայրեկտիվն է որ մեր HTML ստրուկտուրայի մեջ ինչ-որ փոփոխություն անում այսինքն կամ էլեմենտը հայտնվում կամ էլեմենտը ջնջվում հա Վերցի կարողի անունի ինչի մեջ հայտնի Չէ, պայմանը կապ չունի, ես պայմանը ստեղ եմ փոխել իրան, հա։ Եմ կարող է քլիկի դեպքում ավելանա, կամ բեքենդի ծախսովի դրա դեմ ավելանա։ Պատկերացրի, էական չի։ Հա, այստեղ կարևորը դադար զանգվածում կերտեցավ, թողնկալի, երբ որ զրոյա Հիմա նույն հաջողությամբ տեսեք այս names բանը name-ի վրա, user-ների վրա բանա ֆրած, չէ, for-ը ֆրած։ Այս user-ների մեջ, եթե ես այս set interval-ի մեջ, users push ամեն անգամ եկեք push անեմ DC get users-ի առաջի երրորդի գումարած DC get random name այդպես ինչ-որ բան եմ push եկեք մի քիչ շատացնեմ, որովհետև անիմաստ երկար push-եր լինելու դա հա չերևույթ առաջացնում։ Ինքը փոխի բան։ Թե պետք։ Точно։ Հեսա նայենք ինչա կատարվում։ Տեսնում ենք 5 վայրկյանը մեկ ավելանում է, չէ՞։ Էկրանի վրա որ նայեք։ Ու UL-ը բաց եմ բերեք։ Այնք հերթով նոր էլեմենտ ավելանում, չէ՞։ Քանի որ օգտագործածը ստրուկտուրնի դայրեկտիվ for-ի համար օգտագործված, ng for-ն է օգտագործված, դեպքն է ստրուկտուրնի դայրեկտիվ, որովհետև for-ը ֆռում ու էլեմենտներ ավելացնում դինամիկ, չէ՞։ Դրա համար ինքը կոչվում է ստրուկտուրնի դայրեկտիվ։ Հետո կարանք անցնենք ստրուկտուրնի դայրեկտիվների switch-ը, օրինակ, switch case-ը հիշում եք, չէ՞, անցել ենք։ Թե չենք անցել։ Անցել։ JavaScript-ում switch case։ Հիշում ես ալեր։ Okay, արի ասում։ Եկեք էլ մի հատ սա կոմենտենք։ Եկեք սա է կոմենտենք։ Անիմաստ push-եր չանի։ Հիմա պատկերացրեք մեզ պետք է հասկանանք այս users-ի մեջ այս անունը համընկնելու դեպքում ինչա կատարվելու, այս անունը համընկնելու դեպքում ինչա կատարվելու, հա։ Եկեք ասեմ switch case-ի մեջ, որ ինքը for-ն է ֆռատով DC get users-ի վրա for-ը ֆռում, for item Հիմա ինչ ենք ուզում անենք, եկեք նախ այս users-ն էլ իր այրտին, լավ եկեք նա լրիվ ուրիշ օբյեկտ սարքենք մեր համար, որ աշխատենք իր հետ ավելի հեշտ։ Ասում եմ, չգիտեմ, product, որը որ հավասար է մի հատ զանգվածի, զանգվածի մեջ ունի ID, օբյեկտները, ունի ID ունի։ Կատահլավոր, հեսա մի հատը սարքեմ։ Հիմա, ինչ ենք անում, ես պրադուկների վրա for եմ կրում։ Ասում եմ switch,
item-ի get name, ասում եմ case, եթե օրինակ միրգ, հա, միրգի դեպքում ինչ անելու ինքը, ով է իշում switch case-ը, ոնց ենք գրում, հիշում ես տիկ, ոնց ենք օգտագործում switch case, պետք է ասեմ, օրինակ եթե item-ի name-ը միրգ եղավ, այդ դեպքում ինչ-որ գործողություն չէ անում, okay, ասում եմ, եթե item-ի name-ը միրգ եղավ, օրինակ չգնեմ, ավելացրա price, item-ի price, item-ի get price-ը, հավասար թողնի 200, հա, ինչ ասում, ասում է property exist on type ID number name string, որովհետև ես իրան չունենք մենք այդպես case, ճիշտ է, ոչ մի ձևով, ես ինչ ձևով ուզում եմ իրան փոխ, ինքը չի լինել, որովհետև վերևում price չունենք, չէ, այ հեսա որ անցնենք արդեն TypeScript-ի կիրառմանը, այդ ժամանակ կարանք ամեն ինչը անենք, եկեք առասարակ մեր բան տես ոտավոր ասեմ TypeScript-ի հետ կապված, տեսեք, Angular-ը ինքը ինչով է, ինքը ավելի առավելություն տալիս մնացած ամեն ինչի հանդեպ, որ ինքը հենց ամենասկզբից որ սկսում է աշխատել, աշխատում է TypeScript-ով։ Ինչա TypeScript-ը, ձեր իմացածունի JavaScript-ն է մի քանի բացառություններով։ Այն որ օրինակ չգիտեմ, մենք ունենք ենթադրենք վերևը title, չէ՞, ստեմ, փոփոխականը, ճիշտ է։ Մենք փոփոխականի տիպերը հիշում ենք։ Class 3 հատ դասը, 3 հատ տիպը, 3 հատ value։ Չէ, ինչ ունենք։ Հա, ու մի հատ բազ ասեմ, նոր տար։ Number ու object։ Դու ասա այդ կատել։ Ահա։ Զանգված string։ Ահա։ Վալերջան երկու հատ փոփոխականի տիպ ասա։ Զանգված ասել են տղեկը, օբյեկտ ասել են, թիվ ասել են, string ասել են։ Երկու հատ է դու ասա։ Ինչ։ Չէ։ Okay, Boolean էլ։ Ինչ։ Null էլ։ Ահա, մնաց մի հատ ամենակարևորը։ Ֆունկցիան ինչ է։ Function։ Գնես փոփոխական չկա։ Տեսա։ Տիպ տեսակ։ Հա, տիպ։ Ֆունկցիա չենք անցել։ Reference տիպի։ Հիմա տեսեք, այս title-ը, որ հիմա ասես դրել եք ու սիրուն ուժ գերել եք, դա նշանակում է, որ ինքը այդպես հիմա strict մոդում չի, խիստ ռեժիմում չի այս բան, կարող է դաժան անջատած է։ Angular JSON-ի մասին պատմել է, STS config-ի մասին պատմել է։ Չէ՞։ Տեսեք, հիմա եկեք գնանք լավ հետ։ Եկեք տեսնենք class object-ը ինչ ասում է, հա։ Ասում է property price does not exist on type ու object-ն է տվել, չէ՞։ Տեսեք դեռ object-ը ոնց է ինքը տվել։ Ասում է object ID ունեմ մեջը, որի տիպը number-ը, ունեմ name, որի տիպը string-ը։ Ինքը ավտոմատ, հա, okay, հասկացել է, որ մեր զանգվածի մեջ գոյություն ունի երկու հատ k, որի տիպը number-ը, մյուսինը string-ը։ Այսինքն հիմա տես, եթե ես ուզենամ ասեմ, գիտես ինչ կա, item-ի ID հավասար է SSS string, ինքը չի աշխատելու։ Այսինքն ինքը հինգ եթե բաներա ID number ID չէ, եթե ID string եղավ դու number դրիկան հակառակ նույնն է, հիմա name-ը բեր փոխեմ։ Item-ի name։ Item-ի name-ը եմ ուզում փոխեմ, դնեմ t։ Չի թողել, որովհետև string-ը, հա? Ճիշտ է, մենք վերևում չենք տվել այդ գրելաձևը, չենք ասել ինքը ինչ է։ Դրա համար ինքը սենց է աշխատում։ Տես օրինակ տեղ սենց է տալիս type-ը։ Ասում եմ իր տիպը boolean է։ Հաներ դեր արամուցից կա, դու մեջ ասա հետո նո անցած դասը։ Boolean է սրա տիպը, օրինակ false-ը արժեքն տված, հա? Այս սենց ենք տալիս իր տիպը։ Սենց է գրվում ենք։
Այն նույնը ամեն ինչի դեպքում դիգրեսի տիպը։ Հա։ Համի եթե օրինակ ուզում ես 90% դեպքերում հա։ երկու տիպը ինչի դու Հնովա։ Դրան էլ ուժի չգրելաձև։ Հիմա եկեք տեսեք ցույց կտամ, բայց հետո անցա ինքը իրան շատ օգտագործել։ Տեսեք, հիմա որ նայում ենք օրինակ այս usersներին, չէ՞։ Ինչ է այս usersը։ Զանգված է, չէ՞։ Ախր զանգված է, չէ՞։ Հա, օքեյ, բայց ինքը զանգված է, չէ՞։ Ոնց կա JavaScript-ը զանգված է, չէ՞։ Բայց նա կարող է։ TypeScript-ը մերեի կա առանց։ Հա։ TypeScript-ում առանձին էի հասկացողություն կա, բայց էդի հենց մի կողմ։ Հիմա որ նայում ենք այս փոփոխականը, user փոփոխականը։ Ինչ ենք տեսնում ենք զանգված, չէ՞։ Volume string կա, չէ՞։ Հիմա այդ ամեն ինչը TypeScript-ում ոնց է գրվում։ Ասում եմ, որ քո տիպը array է։ Ու քո ներսում string-ներ են։ Պատկերացրի։ Number-ը լինի։ Այսինքն String լինի, ստորակետ, չագետները ստորակետ է։ Կամ նամ։ Հա։ Պատկերացրինք, մի հատ ուրիշ լաձը։ Product-ի մեջ է տվածը։ Այդ դրանն ենք տալ։ Չէ, արայ object-ը, չէ, հասկացա։ Սրա հաջորդ գրելու ձևը ոնց կարանք տանք, կարանք ասենք, որ string-ը զանգված օրինակ, հա։ Պատկերացրինք, բայց էսի, հա, պատկերացրինք, կամ գրում ենք մեջը ինչա ու խաղաղություններ ենք դնում, որ հասկանանք, որ զանգված է, մեջը string-եր է։ Կամ օրինակ ես սիրում եմ այս մյուս գրելաձևը, որ տալիս եմ array, երկու հատ բացող փակվող նշանից ու ասում եմ մեջը ինչ է։ Իմ համար սենց ավելի ընդունել է, սենց եմ օրինակ։ Կամ հա։ Հիմա եկեք product-ին հավաքենք օրինակ, տիպ ջան, օգնի այս product տիպը հավաքենք իրար։ Ինքը array է, ճիշտ է։ Եկեք array-ը բացենք։ Հա։ Մեջը ինչ է։ Չէ, կները դուք էս չխորցում։ Օբյեկտը հստակ կա, չէ՞։ Մեր մոտ պրոստը տակ օրինակ չգիտեմ Angular-ում չենք տալիս չերկա օբյեկտա ուղղ։ Այդպես չի լինում։ Օբյեկտը տիպ ունի։ Ահա։ Հա, դե հասկանանք օբյեկտը ինչ օբյեկտ է, հա։ Տալիս ենք օբյեկտն է։ Ասում գիտենք որ օբյեկտ է, չէ՞։ Հիմա եկեք քերը հասկանանք օբյեկտի։ Ոնց։ Որովհետև Angular-ում այդպես չենք անում, որովհետև մենք եթե օբյեկտ է Չէ։ Դու սկիզբը պիտի գրես, մենք պիտի ասենք կոնկրետ մեջը ինչ կա։ Չէ, ինքը զանգված չի, ինքը հստակ քեր ունի, օբյեկտ է։ Դե գրի ID number գլխերը գլա։ Name-ը հա, մենք ստեղ պիտի հստակ իրան տանք, ինքը ինչ է։ Որովհետև մեր մոտ պրոստը տակ օբյեկտ չի լինի, եթե օբյեկտ կա, որ ինքը հստակ տեսք ունի։ Դա նրա համար արվում, տես օրինակ ներքև ես փորձեցի price ավելացնել, չէ՞։ Angular-ը ինքը հասկանում է, կապ չունի որ մենք տիպը չենք գրել դեմը, բայց ինքը հասկանում է, որ ավելի քեջ ունի ինքը մեջը, քեզ չի թողանում, ավելի բան։ Լավ, ենթադրենք մի հատ դեպք պատկերացնենք, որտեղ որ մեզ պետք է օրինակ այդ price-ը հետո ավելացնենք։ Ինչ-որ գործողություն անելուց հետո ավելացնենք այդ price-ը, հա, ենթադրենք։ Ծախվել է այդ ժամանակ price-ը ավելացնենք օրինակ, չգիտեմ։ Այդ դեպքում ոնց անենք, բալա, որ այս օբյեկտի մեջ մենք կարողանանք ինչ-որ փոփոխություն անենք։ Դրա համար էլ ձև կա։ Ոնց ենք անել։ Այն փոփոխականների պես։ Ոչ թե դնենք ստեղ օրինակ գրենք price դեմը 0 դնենք, հա, չէ, դες չենք անում։ Մենք կավելացնենք ստեղ մի հատ price key։ Իր տիպը number կլինի։ Բայց հիմա տես ինչ խնդիր է տալիս։ Ասում եմ մի րոպե, դու տիպի մեջ ասել ես որ number-ը է ինքը ունենալու, բայց ես number չունեմ իմ մեջ։ Այդտենց ոնց կարա լինի, տես կարմրելա սա։ Տեսնում ես Վալեր ջան։
Ինքը այդ նշանակում է, որ մենք վերևը իրան ստիպել ենք, որ ինքը price-ը պետք է ունենա մեջ, չէ՞, բայց ներքևը չունի այդ price-ը։ Հա? Դրա համար ոչ թե պետք է մտնենք մի հատ այստեղ price ավելացնենք, որ ինքը այդ խնդիրը վերացնի։ Չէ, բնականաբար կվերացնի, բայց հարցը սրան այստեղ կայանում թե ինչ անենք, որ այդ խնդիրը չտա մեզ մոտ, որ մենք էլ կարողանանք իրան ավելացնենք հետագայում։ Դրա համար գոյություն ունի optional գաղափար։ Optional, այսինքն ինքը կարա լինի, կարա չլինի։ Հա? Այսինքն օբյեկտը կարա price ունենա, կարա չունենա։ Դրա համար օգտագործում ենք այս հարցականի նշանը։ Այս նշանակումը կամ կլինի, կամ չի լինի։ Հա? Այսինքն դեմից կարող եմ մի քիչ խորտ լինի գերելաձևը, բայց ստացվում սովորելու եք ու առանց իրա կյանք չի լինելու այս պատկերացում։ Հիմա եկեք լավ, ավելացնենք, փորձենք նորից price-ը ավելացնենք, տեսնենք կլինի։ Հա, թողեց ավելացնեմ։ Հասկացանք ինչ կատարվեց։ Ես իրա տիպի մեջ, հենց ամենասկզբում ասեցի, որ գիտես ինչ կա, կարող է ինչ-որ ժամանակ ու թող մեջ price-ը ունենաս։ Բայց պարտադիր չի, որ բոլորը ունենա։ Դրա համար հարցականը դրեցի։ Իսկ այդ հարցականը այն վերևում է, օրինակ կամ օրինակ string number կարելի նաև օրինակ օբյեկտ մեջը դրանից բացի։ Ինչ օբյեկտ։ Նույնը այն վերևը որ գրանցված է string օբյեկտ, չէ՞։ Ստեղ։ Ահա։ Որ օրիգի դրին կարող է նաև դրնի բան։ Number։ Հա, okay։ Number-ը որ չգրենք, ինքերի կաշխատ։ Հա։ Էլի եթե օրիգի դրենք օբյեկտ, էլի բան կաշխատ։ Այս մենակ քերին է օբյեկտ։ Հարցականը։ Հա։ Օբյեկտի մեջ եթե ինչ-որ մի հատ key կա, որ մտածում ես որ կարա չլինի, ստեղ դրա դեմ է։ Իսկ արդեն ստեղ որ ասում ես կամ մեջը սա կարա լինի կամ սա, այդ էլ օգտագործում ես գոհի գծով։ Պատկերացրեք if-ի մեջ որ կամ սենսեր կամ ունեցել երկու հատ գոհի գիտեին, չէ՞ օգտագործում։ Դա մի հատ։ Պատկերացրեք այս TypeScript-ի բառը։ Այս TypeScript-ի մեջ հələ որ ավել բան ձեզ պետք է չի իմանալու համար։ Այսքանը որ արդեն իմանանք մնացածը եկա, պրոստը միշտ հիշենք, ինչ սարքում ենք, ինչ փոփոխական որ սարքում ենք։ Դե բնականաբար եթե ինչ-որ մի հատ փոփոխական ենք սարքել, որ եթե որ գործողություն անենք, գիտենք, չէ՞, ինքը ինչ տիպի ալնելու։ Հա, թիվ ենք սարքում, գիտենք որ թիվը, всё, դեմը գրում ենք number։ Արի ենք սարքում, գիտենք որ մեջը կարող լինի համ թիվ, համ string, ուրիշ բան չի կարող լինի, всё։ Արի դնում ենք, մեջը դնում ենք կամ string, կամ թիվը։ Բայ։ Հա, պատկերացրինք։ Դիք ջան, հարց կա։ Անցանք առաջ։ Եկանք նորից մեր switch case։ Ասում եմ, եթե գտար break արա։ Հաջորդ։ Ասում եմ case, եթե բանջարեղեն է, բանջարեղեն։ Item-ի price-ը ասարա break արա։ Հիշեցինք պես գրելաձևը, թե չէ։ Ու հաջորդը missing, չէ՞ դրա համար miss։ Item-ի price-ը ասարա ինքը break կանի։ Ահա, այս դրանք սպասի։ Այսպես կարա է։ Default գրեի տակից, եթե ուրիշ բան ունենք, էլ default-ը ժամանակ կարա ավելացնի, երբ որ ինքը եթե սրանցից ոչ մեկին չհամընկնի, գոնե այդ մեկի մեջ։ Բայց պետք չէ այստեղ։ Switch case-ը հիշեցիր Վալեր ջան։ Հիմա պատկերացրա, այս switch case-ը կարանք նաև օգտագործենք HTML-ի մեջ։ Հա, ոնց են առասարակ HTML-ի մեջ switch case-ը օգտագործում։ Ոնց կարաք ինձ օրինակ չգիտեմ։ Փորձեք բան անեք, ասեք ձեր լոգիկայով ոնց կարա ինքը աշխատի։ Հետո ինչի վրա է switch։
Եկեք օրինակ այնց անենք, որ Այդ բանը որ կա է, այդ NG4 որ կա եկեք սա դնեմ սպանի մեջ։ Ասեք հիմա ոնց անեմ։ Ձեր պատկերացնեմ։ Ինչա։ Let name of user-ը։ Ահա։ Այդ target-ները որ կան, Ահա։ user-ը կողքից բարաբերով գրենք անստորի շենքի։ Ահա։ Ստեղ։ Չէ, դրա կողք։ Ստեղ էլի։ Դա չի ճանաչի։ Այդ name-ը չի գտնի է, դա։ Որտեղ ես ուզում գրեմ, ասա գրեմ։ Այդ target-ների մեջ Որ չգտնի, մեջ գրեմ։ Ընկալի, let name of Ստեղ, user-ը։ ստեղ ինչ գրեմ, որտեղ գրեմ։ Սպանին բդանք սրիչ կեզը։ Հա։ Պատես չանենք։ Եկեք ստեղ մի հատ դիվ տնենք, ոչ թե բան, որ հասկանանք։ Okay, նախ իրան պետք է ասեմ ինչի հիման վրա պետք է աշխատի, ճիշտ է։ Ինչն եմ ուզում switch case-ով ստուգել։ Դա անունն եմ, կամ price-ն եմ ընդհանրենք ուզում ստուգեմ, չէ՞։ Ասում եմ switch, դա ինչև աստղանիշով ինչ-որ բան անել է, ես պետք է ասեմ ինչի վրա պետք է switch-ս աշխատացնի, հա։ Ինչի switch։ Ինչի switch։ Կարակ ասեք, խի սենց խնդիր տվեց էլի։ Չէ, աստղանիշը вообще կարգում է ստեղ։ Արես չենք անում, սպասի կախտել։ Եկեք ես սրան հանգիստ թողենք։ Գնանք մենք պրոդուկտների հետ ենք աշխատում, պրոդուկտները կսարքենք։ UL, LI, NG4-ս from, չէ, Late item of products, NG switch, item get price. Հիմա այս NG switch-ը ինչ ասում։ Can't find NG switch since it is a known property of LI. Okay. Իրեք քիչ է աշխատում սա։ Աղա import-ի խնդիր ունենամ միանում։ Որը կստուգեիք առաջին։ Կարող է import չի անում, չի կարած է import անում։ Հա։ Հələ եկեք գնանք հնաց տեղ։ Բարձրանանք վերելը։ Ասենք, որ այս մյուս directive-ն է թողվել։ NG switch, NG switch case։ Ինչ անենք, դիպչենք։ Տես, եթե մենք ստեղ import չանենք directive-ները, ինքը ընդեղ չի ճանաչի։ Հիմա տես, եթե ես սա switch շնջեմ, տես NG4-ներ չի աշխատում, այստեղ չի աշխատում, էներ չի աշխատում, հա։ Հիմա եկեք հետ գնանք վերենք մեր import-ները։ Ահա, հեսա որ բայենք մի հատ վրեն։ Is not used within the template of header component։ Սա template-ի մեջ չես օգտագործել իրան, եղբայր։ Սա գնա օգտագործի կամ ջնջիկ, որովհետև ընդունված չի, որ մենք իրան ոնց որ բան անենք։ Դաս։ Հաջորդ։ Ինչ ենք անում։ Եկանք, switch-ս աշխատել է։ Աշխատել է։ Հաջորդ, եթե ուզում ենք իրան օգտագործենք ստեղ, ասենք թող տպի item-ի get price-ը, անունն ես թող տպի հելը, item get ու ուզում եմ, որ տակից արդեն ուրիշ բան էլ ստուգեմ switch case-ով, տպի, կասեմ spam, այ հիմա նոր կօգտագործեմ ձեր սիրելի NG switch case-ը արդեն աստղանիշով,
Հա տես ng switch-ը եթե օգտագործում եմ քառակուսի փաղագծերով է, որ ինքը ոնց որ պատկերացրեք այս նույն գործողությունն է անում։ Բարաջան տեսար, պատկերացրա այս ինչ այստեղ իշտե։ Նույնն է էսա, պրոստը քառակուսի փաղագծերով։ Այստեղ ասում եմ, օրինակ switch case-ի դեպքում, եթե ինչա անում ստեղ։ Okay, եթե միջ կա, price վրա ենք դրեմ ենք։ Okay, եթե price-ը 200 է, եթե price-ը 200 է, ստեղ թող գրի շատ էժան։ Եթե price-ը օրինակ չգիտեմ 500 է, թող գրի շատ թանկ։ Հա, ու սենց լիքը բաներ կարամ անեմ case-եր ստուգեմ իմ համար։ Որ այս բանը միաժամանակ չի տպել։ Եկեք գնանք ստուգենք մի հատ, հա, HTML-ում տեսնենք ինչ եղավ։ Հա։ Մի 200 շատ էժան, սրա կողքը case չեմ գրել դրա համար չի աշխատում ու միս 500 շատ թանկ։ Հա, ավելացրեց switch case-երս աշխատեց երկուսի համար տարբեր ձևի։ Հիմա բերեք բացենք նայենք էլեմենտները մեջ։ Հա։ Էս իմ UL-ն է։ Ունենք 3 հատ LI, չէ՞։ Այնտեղ մի 3 հատ span ունեի, չէ՞։ Փաստացի մի հատն է, չէ՞ նկարել։ Այսինքն մի switch case-ն աշխատեց այդտեղ։ Պատկերացրենք switch case-ը ոնց է աշխատում HTML-ի directive-ների վրա։ Հա։ Որպես directive, ստրուկտուրնի directive-ը, չէ՞։ Դες ինքը ցիկլ է խորում ստեղ for-ը ֆրացել է։ Ասում եմ հենց for-ը դու ֆռում ես, քո էլեմենտը դուրս switch-ի։ Switch-ը իր տես առանց էս ng switch-ի, ng switch case-ը չի աշխատի բնականաբար։ Այսինքն մի որտեղ գրի Այսինքն եթե ես սա ջնջեմ ստեից, գնանք դրանք չէ։ Արդեն տեք տակի ձեռով գցել եք։ Որտեղն է երևի դու պայմանը գրես, եթե քրո եղավ, դու դեր կաշկան։ Դες ինչ ասում։ Ասում են էլեմենտի ng switch case attribute, ասում են առանց դու իր switch attribute-ի դու չես կարող news-ին օգտագործել։ Հա, որտեղ իմաստը կորիստ է։ Ինչի է դա switch case անել, հա, որ case-ի դեպքում ասում եմ։ Ինքն էս չի, որ ես իմ ինչ շատ օգտագործում եմ, բայց օգտագործում եմ, պարտադիր է սա իմանալ, էլի, օգտագործման ձևը։ Հիմա պատկերացրենք ստրուկտուրնի directive-ը որն է, Վալեր ջան։ Հա, դե հիմա կասես ստրուկտուրնի directive-ները որոնք են, ինչ են անում, իրանց ինչ են ներկայացնում։ Չէ, մենակ switch case-ի մասին չի, ես հենց ամենասկզբում բացատրում եմ, թե որոնք են ստրուկտուրնի directive-ները։ Դիք դու բացատրես։ Բարձր որ լսի բառերը։ Երևի, Հա ոչ, այն որ փոփոխություն են կատարում, ստրուկտուրայի մեջ ավելացնում են կամ բաղադրում են շուտ։ HTML էլեմենտների Այսինքն կարող ենթադրենք, որ համ ng-ը, համ ng-for-ը, համ ng switch-ը իր switch case-երով, դրանք ստրուկտուրնի directive-ներ են, չէ՞։ Որոնք որ HTML ստրուկտուրայի մեջ փոփոխություններ են անում։ Հա։ For-ն էլ, for-ը ավելացնում։ Հա, for-ը չէ՞։ Ահագի այս Կարող ոչ չենք կարող։ ng-ը կարող ենք օգտագործենք switch case-ը կարող անենք, հա։ Այդ նույնն է, որ խնդիրը թե ng-for-ը, թե if-else-ով է ստուգում, թե switch case-ով։ Նույն JavaScript-ի լոգիկան բաղացած է պատկերացրել։ Որտեղ կարող switch case օգտագործեք, if-else օգտագործեք, նույնը ստեղ է։ Որտեղ for կարող անեք, նույնը ստեղ կարող անեք։ բանը տարբերությունները որ պայմանը վերեն ես գրում, այդ մնացածը JavaScript-ում էլ ես չդակերում։ Այդ բանի, փակգծերի բանն էլի,
Հա, եթե մենք այս նույնը ng-ով անենք, ես չի ասի բանի մեջ գրի, ճագերտների մեջ գրի, որտեղ այս պատկերացումը string-ի ճագերտները դի ոնց որ JavaScript-ի ձևավոր ճագերտներ։ Հիմա տես, եթե մենք ստեղ օրինակ ng switch օգտագործենք, ենթադրենք միջին։ Ստեղ ինչ է անելու if-ով, գրելու է ng if, չէ՞։ ng if ng պետք է գրեի, եթե item-ի get price-ը հավասար է օրինակի համար 400-ի, չէ՞։ Այս դեպքում նոր դու աշխատի։ Այսինքն իսկ ես բանը switch case-ի դեպքում ինչ արեցի ես, ուղղակի վերև ասեցի ինչ պետք է համեմատվի ինքը, ուստեղ արժեք տվեցի մենակ, հա, էլ ոչ հավասարների այս օպերատորները օգտագործեցի ոչ, հա, ոչ էլ k եկար գնացի այդքան։ Հիմա մի հատ ուրիշ բան ստուգելու համար նորից պետք է գրեմ item-ի get price-ը հավասար է սրան, ուրեմն այս դեպքում արասը։ Արան ասիկն բան, այդ սպամի ինչի գրանում։ Ինչա՞։ Այն բանի ձևավոր ճագերտների մեջը, այդ ինչ որ այդ տեգի մեջ գնում ես դիգա։ Ինչի է համեմատ։ Հա, switch case-ը ոնց է աշխատում։ Համեմատելը, հա, հասկացա, 400 հետ է համեմատում։ Այդ ճիշտ է, հա, ծովը, ինքը պետք է անի սպամի մեջի գրած։ Հա, այս էլեմենտը կհայտնի։ Հա։ Եթե չէ, այս էլեմենտը չի հայտնի։ Հա, պատկերացրի, այսինքն պայմանը ng-ը որ էլեմենտի վրա տեսակ, ուրեմն իմացեք, որ այդ էլեմենտը կամ կհայտնվի որպես էլեմենտ, կամ չէ։ Ոչ թե մեջ նկարին թե չէ, այլ կոնկրետ այդ էլեմենտը կհայտնվի թե չէ։ Դե բնականաբար այդ էլեմենտը հայտնվավ, իր մեջի ինչ կա կհայտնվի։ Չէ՞։ Նույնը ng switch case-ի։ Եթե switch case-ի պայմանը բավարարեց, այդ էլեմենտը կհայտնվի։ Նույնը for-ը, ինչքան for-ը էլեմենտը զանգվածի մեջ ինչքան էլեմենտ եղավ, այդքան անգամ այդ for-ը կաշխատի, էլեմենտը կտրվի։ Հա? Այսինքն դու կարաս քանքի էլեմենտ տպես պրոստը։ Ես կարող ստեղ դաժե օրինակ, չգիտեմ, սրա վրա for գրեմ։ Այսպես։ Բերես for-ը դրեց, տամ։ ng for։ Ասում եմ let item of նայ, կմենտադրենք փոփոխական չունեմ ընդեղ, ոնց պետք է 3 անգամ այս էլեմենտը պրոստը տպել, չէ՞։ Ինչ կարամ անեմ այդ դեպքում օրինակ։ Ինչ կառաջարկեք։ TS-ում զանգված չունեմ հայտարարած, ոչ մի բան չունեմ, ինձ պետք է այս էլեմենտը պրոստը տպեմ իրական։ Ինչը բան իտերատորով դի, ինչը իր հետ բաները, Ստեղ իտերատորով ոնց կա։ Ստեղ չես կարող իտերատորով for-ով նայես։ Կանեմ գրեմ օրինակ զանգված 1 2 3 Հա? Հա, ի՞նչ է աշխատում։ Հայտարարել չի զանգված։ Դու պրոստը հայտարարել ես։ Զանգված գրես։ Ինչ տարած փոփոխական գրել թե զանգվածն մտածա։ Հա, քնի չի պրոստը էնի ես 3 անգամ ինչ տվել ես իտերատոր։ Նայ, իտերատոր այլ 1 2 3 անգամ։ Հա, 3 անգամ հագել։ Էս ինքը ինչ անում, էս ոնց աշխատում էս for-ը։ Սովորական for-ը, որ ինքը հերթական անգամ ֆռում է, չէ՞ էլեմենտների վրա։ Հայտարարում է տվյալը։ Չէ, էս է։ Մենակ ստեղ է, всё։ Ինքը չկա ուրիշ։ Պատկերացրինք։ Երեք անգամ այդ ինչ որ դեր սպամի մեջը դիքը տվել։ Երեք անգամ սպամ կտա էլեմենտ։ Երեք անգամ էլեմենտ ավելանա։ Հա, բայց այդ միջինը հետ է, թե կարող։ Դե հեշտը պատկերացնել այնքանով է, որ այնպես գրում էի, նու բանը, քանի անգամ ուզում էի, դեպի պատկերացնում։ Հիմա, եկեք գիտեք ինչ անենք։ Nav կոմպոնենտ եմ ես սարքել մի հատ։ Ձեր մոտ էլ այդ nav կոմպոնենտը սարքեք։ Nav։ Այս nav կոմպոնենտը բերեք կանչենք ստեղ։ Nav կոմպոնենտը app կոմպոնենտ HTML-ի մեջ ավելացնի։ Nav։ Nav եմ դրել անուն, հա, կոմպոնենտ եմ սարքել, անուն դրել nav։ Դատարկ կոմպոնենտ է ինքը դր։ ng generate component, հա, ng g-c ու nav։ Նա nav-ը։ Դրա մեջ ինչ է ավելացնում։ Հələ կոմպոնենտը սարքեք։ Այս մնացածը comment էին, որ մեջ չխանգարեն։
տեսեք, այս APP կոմպոնենտի էսը կա։ Եթե ես այդտեղ կոմպոնենտս իմպորտում ինչ անեի, կոմպոնենտն ա դիգեր էս դրա մեջ ինչ է։ Nav կոմպոնենտ։ Որ աշխատում։ Այն ամեն անգամ որ եթե փոխան հետևում ես։ Այսինքն հասկացա։ Քանի որ այնտեղ քիշնոց մի անգամ որ էստեկից որ փոխում է հետևում ես։ Հա, որ սարքինը, եկալ էստեկից հետևում ես։ Դեշի է։ Նույնը ուրիշ բաց է, չէ՞։ Հա, ոչ։ Անցյալի կետի քնտի չի, պրոցեսի հիմի ջնջերի կարող, պրոցեսի ջնջեն ու սա նավ կոմպոնենտի նավ այսինքն այս կոմպոնենտի դեպը դրանով կարող հա դա this mode component was started all the now component այսինքն կոմպոնենտի անունը հիմա տես օրինակ value ջան կոմո կարող քո մոդել ատել կոմպոնենտ բառը կա թե չէ հա քո մոդելը օրինակ նոր վերսիայով արդեն հա այս նոր վերսիայով երբ որ մենք կոմպոնենտ ենք սարքում նոր ինքը չի շեշտում որ կոմպոնենտ է այսինքն քո մոդել պրոստը nav կարա գրադրնի այս կոմպոնենտը այսքան հատվածը կարա չլինի հա Իմպորտ անենք, այս մնացածը կոմենտենք, որ մեզ չխանգարի ու գնանք նավի մեջ նոր գործողություններ անենք։ Ահա։ Սարքինք սաղը։ Եթե ուզում սերև այդ կոմպոնենտը Այդ ուրիշ կոմպոնենտի մեջ է սպանանում, իմպորտ անում։ Հիմա, եկեք այս մեր նավ կոմպոնենտի մեջ ունենանք սենց մի հատ փոփոխական։ Փոփոխականի անունը դնում ենք մենյու։ Մենյու։ Նա չի լնգուկ, ինչ ա եղել։ Ինչ խնդիր է։ Ինչ պետք է անենք։ Հա։ Մի հատ մենյու փոփոխական ենք սարքում։ Այս մենյու փոփոխականին տալիս են տիպ։ Ասում են որ դու զանգված ես։ Քո ներսում, հեսա կասեմ ինչ կլինի։ Հա։ Ասում եմ քո ներսում կան օբյեկտներ։ Օբյեկտները ունեն name string-ը։ Հաջորդ։ Ունես նաև ինչ։ Նաև ինչ։ Link էլի string-ը։ Ու կասեմ count ունես, թե քանի անգամ եմ վրան կլիկ արել։ Click count, click count։ Այս էլ number։ Գիտեցինք Վալերջը։ Ինչ խնդիր է։ Հա, այս հենց nav չի, էլի գրած չի, export class nav ու այս ձևավոր քաղաքագծերը։ Ոնց էս կոմպոնենտը սարքե։ Ինչ հրամանով էս կոմպոնենտը սարքե։ ng հետո SS գրե։ S-ը սերվիզն է, մենք սերվիզները դեռ չենք անցել։ Հիմա մի հատ կարաս այդ ջնջես, այդ nav pubget։ Հեսա մենյուի նախա գծե։ Այդ точно այս ասել եմ, բացատրել եմ, երեխի հատենց էլի։
Ասեք վարերի մոտ դզենք։ Հա, նորմալ է։ Այն այն մոտ էլ է բերել։ Վարեր ջան, այդ նավ պապկետ ջնջի լրիվ։ Հա, ձեռով նավ պապկետ ջնջի լրիվ։ Ու հիմա նորից generate արա, ng generate ոչ թե s-ը դա սերվիզի հապաված տարն է, հա, սերվիզն է։ Հիմա քեզ կոմպոնենտի c տարն է պետք գրել, s-ի փոխարեն։ Կարակ սկզբնական շրջանում հենց բառերը օգտագործեք, որ չխառնենք, ng generate component հենց էլ կարակ օգտագործեք։ Հա։ Հիմա տեսեք, ցանկացած փոփոխական երբ որ մենք հայտարարում ենք, այս էլ գրի, մինչև ես պատմեմ։ Հա։ Տեսեք, ցանկացած փոփոխական երբ որ մենք հայտարարում ենք այս մեր կոմպոնենտի մեջ, ինքը տեսեք TypeScript լեզու է, չէ՞, սովորական JavaScript չի, որ մենք պրոստը կլաս ծառքել ենք ու դից օգտագործել ենք, հա, որ JavaScript-ը մենք։ Եթե մենք ցանկացած փոփոխական ենք հայտարարում, փոփոխականը պետք է արժեք ունենա։ Պետք չի։ Հա։ Բասկի ցածր կանա։ Դե պետք չի։ Այդ հələ պետք չի։ Դե ասում կարա եւ նաեւ undefined լինի, հա։ Պետք է ոնց որ օգնա որ նախնական արժեք չտաս։ Հիմա այս փոփոխականը ինքը ստիպում է որ մենք իրան արժեք տանք։ Ուրեմն եթե դու իրան արժեք չես տվել, ուրեմն նա հասկացրել ինքը ինչ կարող է, հա, ասա որ undefined-ը կամ օրինակ չգիտեմ։ Այսինքն կամ ես ստեղ պետք է ասեմ դու դատարկ զանգված ես, հավասար դատարկ զանգված, հա, մեջը ոչ մի բան չկա, այսինքն կամ այստեղ, այս վերջակետից առաջ դնում եմ այս նշանը, ինքը ինչ է անում, ինքը փոփոխականին ասում է կամ undefined է ինքը, արժեք չի ստացել դեռ ինքը, optional եմ սարքում, բայց այս էլ չենք օգտագործում, տալիս ենք արժեք եթե հայտարարենք, okay, բայց չեմ էլ ուզում որ ասեմ, որ ինքը դատարկ զանգված է, դրա համար օգնությանը հասնում ես կոնստրուկտորը, կոնստրուկտորը գիտեք, չէ, ծանոթ ենք կոնստրուկտորի, ես կարամ իրան կոնստրուկտորի մեջ ասեմ dc get menu հավասարը մի հատ զանգվածի, որի մեջ կա object name, ենթադրենք about, տալիս եմ link, ենթադրենք page about, ու տալիս եմ click count, այս է 0 է, Վալեր ջան, հասկացանք ինչ արեցինք այս մասը, տես փոփոխական ունենք, փոփոխականը հստակ տիպ ունի, կամ փոփոխականի պետք է վերևում իրան արժեք վերագրենք, կամ պետք է optional սարքենք, որ ինքը աշխատի մեր համար, կամ պետք է կոնստրուկտորի մեջ իրան արժեք վերագրենք, այսինքն ես կարամ իրան նախնական արժեք չտամ, ու ոչ էլ ասեմ, որ կարող է undefined դնես, հա, optional թողնեմ իրան, եթե կոնստրուկտորի մեջ ես իրան ինչ-որ արժեք վերագրեցի, всё, ինքը կաշխատի, այդ նույնն է, որ ես վերևում իրան վերագրեմ ես նույնը, պատկերացրինք դուք, հա, հիմա այս item-ներից մի քանի հատ ունենանք մեր մոտ, այս, այս մեկյանը տանք tom, խնդիր կա տիկ, կամ, Տես օբյեկտը ու տիկ տվեց, դրա չէ, արդեն սարքել ենք պատկերացրել, ոտով դերը մենք արդեն սարքում ենք իրան, թե ինքը ինչ անուններ պետք է ունենա, որ ներքևը օրինակ չգիտեմ, պատկերացրեք մի 1000 տող կոդ գրածն այստեղ, օրինակ դուք եք հազար developer տվել են այդ կոդի վրա գործ անեք, հա, ոնց եք հասկանալու, օրինակ չգիտեմ, կարող 1000 իհարեցնեք, թե չէ, նույնիսկ էլի բանում ենք, հա, սարքենք, հա, մի քանի հատ օբյեկտ սարքենք լցնենք մեջը, որ աշխատենք այս օբյեկտները, հա,
general այս մեկի անունը կարող ենք logout click չենք անցել, չէ՞։ Ոնց են էլ button սարքում click անում, դա բաներ չենք անցել։ Angular-ի մեջ։ Այս օբյեկտը սարքեք ու սկսենք գործանել։ Հիմա մի հատ կարճ առաջադրանք ձեզ կտամ ու մինչև 5-10 րոպե որ դա ստանամ։ Այս փորձելու եք նկարել HTML-ում։ Գրեցիք սաղը։ Վալերջան դու։ Որցածը։ Բայց հերթականություն կապում չէ։ Վալերջան բաց։ Հիմա HTML-ում փորձենք այս ամեն ինչը նկարենք։ Ոնց ենք նկարելու, ահա։ Նկարելու ենք Webby-երի միջոցով, պատկերացրեք մենյու, հա, օրինակ չգիտեմ, ասենք մի հատ նկար բացենք, նայենք հասկանանք ոնց է այդ նկարի մեջ նկարած ու մենք անենք այդպես, օրինակ չգիտեմ, var example, օրինակ սա, ու էլ լիերի միջոցով փորձենք այսպես վերևում նկարենք, հա, դիզայնը այդքան շատ կարևոր չի, բայց պիտի սիրում, այս։ Պատկերացրինք, իրար կողմ փորձենք ստանանք CSS օգտագործելով CSS-ով բանը։ Մենակ մի հատ բացառություն։ Logout-ը բնի թող կապուտ գույնի։ Հա? Logout կար մի հատ, չէ՞ մոդելի մեջ։ Կարող տարբեր ձևի սաղը ստանանք, կարևորը սաղ իրար կողմ թող լինի ու մենակ logout-ը օրինակ չգիտեմ, այս logout-ը։ Այս logout-ը թող լինի կապուտ գույն։ Հա? Padding-ով, տենց ակուրատնի հանա իրար կողմ շարեք, հա, որ կարողանանք հետո իր վրա կլիկեր ավելացնել։ Հա, իրար կողմ նկարեք, logout-ը թող լինի կապուտ գույնի, մեկ էլ թող about-ը օրինակ չգիտեմ, լինի կանաչ գույն, ակտիվ լինի, հա, այդ բանին անում ինքն է, սխմված է։ Իմիտացիա անենք, էլի։ Ու էլ պետք է ունենանք, որի մեջ կունենանք լիեր, որոնց վրա fork ֆռանք, իսկ matching-ներին արդեն ng-if օգտագործենք, չգիտեմ, ng-if չէ, ng-if պետք չէ օգտագործել։ Հա, fork ֆռանք կնկարենք ու արդեն CSS-ում ասենք որին իշտ է։ Զանգվածը, չէ՞։ Վալերջան պարզա խնդիրը։ Շո։
Se քաղաkel կանրեք ինչեր դա։ Filippa, Angie for what the winner. But since now, yeah. Ah, nice. And that chess there over there, after. Erdemir maçı geliyor, böyle Erdemir maçı parçası geliyor, onun için sıkıntı var. Angie meta da o, ha, havasara, ha,
Ama dinleriz. Enci Çin yani. Kanun verimi ilk 30 dönemi ve bana karşılaşıyor. Okey, na neki čas smo smo etiketi tega. Ja, kanata terseja. Vajcinka opravdu no tabele kaynağı. Çok iyi oldu. Evet, bana bu üniversite bilmek önemli. Restoran üniversite. Enci polisi to. Probabile hani. Devlet genelliği değil. Ekvador var. Visok pečok da ovo. Esbahat. Okey. Terminal. Avrupa kontinenti. Burası değil. Burada. Bak be sen ne kontinent. Doğru dersin. Burada. No. No. Item it. Right. The number is Ne oldu Batı? Burası. Mesela sınıf. Konteyner. Can I know if they build that? That's kind of cool. Now, Buradan çıkamıyor. what I know is component of that challenge. Professor element challenge. Como una componenta autónoma. Ai dove scrivono per di chi suona a pescare. Devo uscire citando. Allora, te ne trovo. La sposta di lui, sta come non è. E non che appunto, faccio di. Ascolta, investire. Cosa? Visuale del centro. Բալերջան կամոտ ինչ կա։ Բալեր։ Վալեր, ստեղ ես։
մի հատ բան է, չէ, ստե չի վալերը։ Ասեք տնանք հանդեպ վալերը։ Վալեր ջան։ Okay, ոչինչ։ Ինչ կա, ինչ վիճակա քո մոտ։ Տեսեք, ես APP nav selector որ գրած է, տեսնում եք էս։ Վալեր։ Ուրեմն, երբ որ մենք իրանց դե որպես կոմպոնենտ օգտագործում ենք, ոնց selector-ի մեջ է գրած, այդ մի ձևով ստեղ պետք է գրենք։ APP nav այսինքն։ Հա, պատկերացրինք, այսինքն selector-ի մեջ ոնց գրած է, մի ձև ստեղ պետք է գրենք։ Անունն է, այդ selector ասվածը կոմպոնենտի անունն է, ինքը իրան որպես HTML tag որ օգտագործում ենք, ուրեմն պետք է նշենք, որ ինքը APP nav-ն է։ Պատկերացրինք։ Ես դες խնդիրը ասել էի, բայց լուծումը չի ասել, ոնց պետք է անենք, էլի։ Հիմա, առաջ քայլով պետք է LI-ի վրա ֆորֆռայինք, չէ՞, որ նկարենք item-ների մեջը։ ng4 բայց for-ը ստեղ չի աշխատելու, գնանք import-ն անենք, եկանք ստեղ, ասում ենք ng4 ng4-ը import-ն արինք, LI-ն է դեր մեջ item-ները, չէ, LI-ի վրա պետք է ֆռանք, let item of Այդ որը տեսանի ես չեմ նշում։ որտե՞ղ։ Ես element object ես դի մեջի մատը URL դիմնա, այդ URL-ի մեջը դիֆոլտնա, Չհասկացա լի-ի մեջ URL-ի ունենաս։ Object բան է դերում։ Դե որովհետև դա է։ Մենյուն է, չէ։ Մենք ինչը պետք է տպենք, անունը չպետք է տպենք։ Մենը Դե ինչ տպենք ուրիշ։ Ասում եմ item-ի get name-ը։ Այս ուրիշ ես դες այդ բաները դիտում եմ։ Item-ի name-ը տպեցիք, ճիշտ է։ Հիշում եք ստրուկտուրնի դայրեկտիվների մասին խոսացինք, չէ՞ մենք։ Բացի ստրուկտուրնի դայրեկտիվներից նաև մենք ունենք ատրիբուտային դայրեկտիվներ։ Ատրիբուտային դայրեկտիվները կներես դες ինչ որ լի մեջի մատը ուսուցարված է ամեն բանը չպետքասի։ Ես տենց եմ բան։ Իմաստ չունի դենց անել։ Տպել եմ, ճիշտ է։ Հիմա, օրինակ ոնց եք պատկերացնում, ոնց պետք է log-out-ը օրինակ գունավորեիք։ Հա, ոնց պետք է գունավորեիք log-out-ը։ If item-ը կերես բան հավասար name հավասար դրան, իր background color-ը թողնի բանը։ Ինչ կլաս վերցնի, ոնց պետք է ասեի։ Բառացից ես ասում։ Այդ համը CSS մոտ կլաս արկեմ որ background։ Բայց դե ոնց փոխանցես որ մենակ log-out-ի վրա լինի։ Անդրի իր բանը չէ։ Այդ target-ը որ կա, item get name-ը եթե հավասար է բանի, անուչը այդ log-ը իր background color կլաս վերցնի։ Ոնց։ Ինչ if կերես։ Գերի, ոնց պետք է գերես։ Ուրեմն, բացի ստրուկտուրնի դայրեկտիվներից, ուզում եմ հասկանամ բրծել եք, որ շարունակեմ, էլի։ Այսքան մասը։ Դիք ճանաչել ես արդեն։ Վալեր ջան, տպել ես կոմոցա։ Բացի տես ng4-ը ստրուկտուրնի դայրեկտիվ է, չէ՞։ Հիմա բացի ստրուկտուրնի դայրեկտիվներից ունենք նաև ատրիբուտային դայրեկտիվներ։ Ատրիբուտային դայրեկտիվները օգնում են մեզ, օրինակ, չգիտեմ, էլեմենտի հետ ինչ-որ փոփոխություններ անենք, արդեն դեպի style-ը, հա, օրինակ, չգիտեմ, class ավելացնենք, չգիտեմ, օրինակ CSS change-եր անենք իր հետ, հա։ Առաջի հետաքրքիր ստրուկտուրնի դայրեկտիվը, որ ծանոթանանք, դա ng style-ն է։ Գրվում է ng style։ Բայց ես էլ պետք է գնանք մի հատ import անենք, որ ինքը աշխատի։ ng style։
Ng style-ի հետ ոնց ենք վարվելու մենք։ Առհասարակ ոնց է աշխատում ng style-ը։ Ինչ մտքեր ունեք, ոնց է աշխատում ng style-ը։ Դեսեք։ Ստեից կտանք, հետո ուրիշ ձևեր կասենք ոնց ենք անելու որ տանք։ Տեսեք։ Ինքը օբյեկտի նման է դրվում, այսինքն ես պետք է եթե իր այդ ինչ-որ գործողություն անեմ, օբյեկտի ձևով եմ անում։ Ասում եմ, որ օրինակ չգիտեմ, իր color-ը, բայց պայմանել է։ Հիշում ենք տերնար օպերատորը օգտագործել ենք, ճիշտ է։ Տերնար օպերատորի ձևով պետք է այս ամեն ինչ անել։ Այսինքն ինչ եմ ասում ես իրեն։ Ասում եմ, եթե item-ի gate link-ը հավասար է, օրինակ չգիտեմ, logout այս դեպքում ասում եմ թող ինքը լինի կապ։ Հակառակ դեպքում ասում եմ բոլորին օրինակ տուր, չգիտեմ, red։ Տառը սպաս թողել կամ պրապել է սպաս թողել, որ վերլու ձև, ինչ է վերջ չես գրեի։ Աշխատեց, բալեր ջանքո մոտ։ Պես ng ոնց օգտագործենք, եթե մենք ուրիշ directive ենք օգտագործում, հա, ng style ենք օգտագործում, մենք ստեղ ատրիբուտային style ենք իր ուզում փոխենք, դրա համար չենք ստեղ ng ձև չկա իրան ուրիշ օգտագործելու, հա։ Եղավ քո մտքում։ Բլում չի բլու է, հա։ Բլու ու սպատերս է ինչ-որ վրացել սենկտեից ու ng style-ը լարը վիշտը։ Էլ այլերի վրա ենք դրել, շատ ուրինս դեր։ Դու էլի վրա ես հողը վրացել։ Այսինքն այդքան հատ ուղել ես դուսարկել։ Ու էլի վրայից չծրա ներքև էլ այ վրա։ Сейчас, свечки.
Չեղավ, հա գուկ։ Վալեջան, Էդի գիտես ինչից է, այս ինչա վիզուալ կոդ ես օգտագործում։ Հələ միսաղդ մտեք ես վիզուալ կոդի մեջ ձեր մոտ։ Այս զնակը տենում եք այս source control է անունը։ Տեսար Վալերջան։ Չկներեք ոնց որ extension, հա, այս մյուսը։ Extension-ի վրա ենք սխմում։ Ստեղ վերևը post ենք անում Angular։ Հենց այս առաջին Angular language։ Angular Այս Angular language service-ը կա, գտակ։ Էսի install ենք անում ստեղից։ Բայց 20-ն է ստեղ։ 19-ն է։ Angular language service։ Install Ինչ 20։ Հենի սրավարից 19-ը են դեպում։ Կոնկրետի 19-ը, SX server, SX install։ Տեսի։ Install արիք, հա, ինքը քաշում է install արիք։ Հիմա պիտի արդեն գունավորումը նորմալ է ձեր մոտ։ Հա։ Всё, բարձր է այսքան մասը։ Հա։ Շատ լավ։ Հիմա ինչ ենք անում։ Գունավորը ստուգեցինք, HTML-ի գույնը փոխվել է, օքեյ է։ Հաջորդ։ Հիմա ոնց անենք, որ դինամիկ կլաս ավելանա իրա վրա։ Ոնց ենք կլաս ավելացնում JavaScript-ում, atribute, get class, հա։ List, get add, հա, չէ։ Հիմա ստեղ for եմ, չէ, ֆռացը։ Հիմա ես ուզում եմ, որ սաղ այս լայներս իրանց մեջի այդ տեքստերով կլաս ունենան համապատասխան։ Այսինքն օրինակ about-ը անունը, about անունով կլաս ունենա։ Logout-ը անունով կլաս ավելանա իրա վրա, հա։ Ինչ եմ անում, օգտագործում եմ մեկ այլ directive, որի անունը ng class։ Գալիս եմ, ստեղ import եմ անում ng class։ Class-ը ng class-ը import ենք անում։
Խնդիրունի սկուկ։ Էնջի կլասը ստեղ իմպորտ ենք անում դայրեկտիվների կողքը։ Կամ նայենք, ինչ-որ բանում ինչի է։ Ավելի լավ ասա կամ նայենք, եթե խնդիր կա, արագ առաջ Այս կողմից չի Այ, կոմպոնենտի մեջ ակվայա, յուրերի մեր պրոյեկտին Which container? Ura container? Apă componente mișcări de veia. Деньги, cât era componentul meu, știu, complet componentul meu, știu. Ila se este mișcări. Unde sunt toți? Yes. Vamos lá, eu faço o que dá. Я собственно, Если как, чем ты лучше память, Ամիշ որոշանը սրա հետ արա։ Հա, շա։ Հենց էստեղ։ Աշխատել է։ Նա պերֆեկտ արա։ Ոնց չէ, ինչ կողմ։ Tam ila բրեցես մի կոմպետենտ է բավարարում։ Ես հետ կապված։ Ոնց անենք, որ դինամիկ կլաս ավելանա, հա, ինչքան, չգիտեմ, ունենք about, ավելանա about կլաս, հա, այդ ինչի կլասը իմպորտ ենք անում, հիշում ենք, չենք մոռանում, ասա դիպջան։ Հա, ու ինչի կլաս։ Տեսեք, ատրիբուտային դայրեկտիվները քառակուսի ենք անում։ Հա, էլի ենք շատ ատրիբուտային դայրեկտիվների հետ ծանոթանալու։ Իսկ բաները, օրինակ, չգիտեմ, ստրուկտուրնի դայրեկտիվները։ Մենակ սվիչն է, որ քառակուսիների մեջ արել։ Այս պայքներ անցածներից, հա։ Всё։ Ինչի կլասին ինչ եմ ասում։ Տեսեք, ինքը կարամ պայմանով էլ տամ, ինչ ձև ուզենամ, կարամ տամ իր։ Կարամ։ Կերնալ օպերատորով։ Ինչ լինի։ Տես, կարամ ուրեմն սենց անեմ, նայ։ Այս նույն ստուգումը, հա, այս նույն չեքինգը։ Նախ բերեք մենք այս դայրեկտիվները հերթականությամբ իջացնենք հաջորդ տող, որ կարտալ լինի։ Այս նույն չեքինգը, այս նույն ստուգումը։ Անում վերև։ Ասում եմ logout-ի դեպքում թող ստանա ուրիշ բան, հակառակ դեպքում ուրիշ բան։ Logout-ի դեպքում թող լինի օրինակ չգիտեմ logout, այստեղ թող լինի ստանդարտ։ Այգե գնանք հլմատ HTML ստուգենք, տեսնենք ինչ վիճակ։ Հիմա որ բացենք այս հատվածը, ինչ եմ տեսնում ես։ Ունեմ կլաս, չէ, տեսեք կլասը տված, անունը ստանդարտ է։ Եկեք հասկանանք logout-ը ուր է, logout պես։ Բայց դες logout-ի վրա էլ է ստանդարտ, որովհետև ինչա նշանակում մենք անունը սխալ ենք գրել, որովհետև link-ը ենք ստուգել, եկեք name-ը ստուգենք։ Հետո եք ասեք աշխատել է։ Այնմանով կաշխատի։ Երևի կաշխատի։ Երկրորդ ստանդարտ։ Հա, եկեք անունը դրանք ճիշտ ենք, երևի вообще logout-ի։ Չէ, ճիշտ չենք գրել։ Լավ, եկեք link-ով ստուգենք, բայց flash-ը կդնենք։ Ավելի լավ է սենց անենք, հա։ Հիմա էլ ունավորումներ դզվեց հիմա։ Եկեք տենանք կլասները նստել է իրար։ Հիմա որ նայենք կտենանք, չէ որ ստանդարտ է նստել բոլորի վրա, իսկ որը որ logout էր, իրա վրա եկել է պրոստ նստել է logout։ Սաղ ցույց է տալիս ինսպեկտով արդեն։ Հա, կլասներս նստել է։ Կարա ես սենց անեի, որ ամեն մեկին ինչ անուն որ տվել էին կտենց ստանար, օրինակ սենց, եկեք ես նկա վիդեոյի մեջ կա, կարամ ես չնջեմ, ինձ պետք չի, ոնց անենք, որ անունները կլասի ստանանենց, ոնց որ կա։ Կարամ տամ այդ-ը, get, name,
Ինչա ասում, բավայք սխալ տեղ տվի, չեկի ասում, ստայլին եմ տվել։ Այստեղ։ Ասում եմ item get name։ Եկեք գնանք HTML տենանք ինչ ավելացը։ Հենց որ բացեմ, div-ս բացեցի, component-ս բացեցի, URL-ս բացեցի։ About, տեսեք, class about։ Հա, բոլորի վրա նստել է այդ class-ները։ Log out, ոնց կար նստել է, հա։ Անունները ոնց տվել ենք նստել է class-ները իրաց վրա։ Պատկերացրինք ոնց աշխատում է ng class-ը։ Շատ լավ։ Տեսեք, բացի այս directive-ներից, նաև ունենք directive-ներ, որոնք որ tag-ի նման են օգտագործվում։ Հա։ Այսինքն ինչի համար են իրանք նախատեսված, որ հավելյալ էլեմենտ չստեղծել մեր տեքստ, մեր HTML ստրուկտուրայի մեջ։ Այսինքն տեսեք, հիմա այստեղ օրինակ, եթե պետք է որ ինձ ինչ-որ ստուգում անեի, տպելուց առաջ չէ name-ը, բայց նորից մի հատ էլեմենտ սարքեի, հա, ենթադրենք span կամ չգիտեմ ուրիշ էլեմենտ, որ վրան ng-if գրեի, ճիշտ է։ Դրա փոխարեն մարդիկ ստեղծել են մեր համար մի հատ directive, որը որ կոչվում է ng container։ ng container-ի մեջ են արել ամեն ինչ։ Ու այդ checking-ը անում են ng container-ի վրա, այստեղ, ասենք ենթադրենք ng-if։ Կասեմ, եթե item-ը link ունի, դե բնականաբար ունի, նոր այդ ժամանակ աշխատի։ Ինչի համար է գծել, որովհետև import չեմ արել, գնում եմ import անում եմ, ամեն import չի արել։ ng-if։ ng-if-ը import եմ անում, սպանիչներից մեկը ջնջում եմ։ Հիմա, եկեք գնանք տենանք ինքը ինչ արել։ Հիմա եթե բացեմ ես li-ը, կտեսնեմ, որ logout-ը տպել է, չէ՞, բայց ինքը ոչ մի էլեմենտ չի ավելացրել, ճիշտ է։ Այսինքն հավելյալ էլեմենտ չենք ստեղծել մենք այդ checking-ը անելու համար, ստուգումը անելու համար։ Դրա համար եթե մեզ պետք չի ինչ-որ հավելյալ էլեմենտ, մենք օգտագործում ենք ng container directive-ը, հա։ Ու իր վրա օգտագործում ենք ng-if directive ստուգում անելու համար։ Եթե մեզ պետք չի, որ օրինակ հավելյալ այդ էլեմենտը հայտնվի։ Այսինքն օրինակ for-ն է կարող օգտագործենք ng container-ը, դա просто որ տեքստ է տպենք, հա, պատկերացրեք։ Մեջը ինչ էլեմենտ ուզենք կարող ունենանք ng container-ը։ Просто հավելյալ էլեմենտներից խուսափելու համար օգտագործում ենք ng container directive։ Ջոկինգ ես քանը, դարեջան։ Վալեր ջան, պատկերացրինք ես հատվածը։ Հա, տես։ Հիմա եթե ուզենայի ես ինչ-որ ստուգում անեի ստեղ, ստուգեի link կատը չէ նոր տպեի օրինակ։ Հա, կամ չգիտեմ, count-ը ստուգեի, երբ որ 0-ից մեծ է նոր տպեի։ Պետք է մի հատ էլեմենտ օգտագործեի, չէ՞ որ այս ng-if-ը կարողանայի վրան դնեի։ Որովհետև li-ի վրա ես չէի կարող դնել, li-ի վրա արդեն մի հատ աստղանիշով directive ունեմ օգտագործած։ Չէ՞։ Դրա համար պետք է մի հատ էլեմենտ սարքեի, որ այս checking-ը իր վրա անի։ Հիմա եթե ես այս էլեմենտի փոխարեն օգտագործեի span կամ div, անիմաստ մի հատ էլեմենտ ավելանալու է, չէ՞, իմ HTML ստրուկտուրայի մեջ։ Հիմա որպես այդ անիմաստ ավել էլեմենտ չսարքեմ ես, օգտագործում եմ ng container-ը, ինքը tag-ի նման, հա, բայց ինքը էլեմենտ չի սարքում հավելյալ իմ HTML-ի մեջ։ Ինքը ուղղակի ստեղծվել է նրա համար, որ ես ուզենամ ինչ-որ բլոկ առանձնացնեմ ու check անեմ, ստուգում անեմ, իրան տպեմ թե չտպեմ։ Պատկերացրեք։ Այսինքն ինքը մնացած բոլոր tag-երից տարբերվում է նրանով, որ ինքը որպես էլեմենտ չի առաջանում իմ HTML ստրուկտուրայի մեջ։ Ինքը կոպիտ ասած ֆիկտիվնի բնույթ է, հա, ասենց պատկերացրել, որ կարողանանք իր հետ պրոստը չեկինգներ անենք, ստուգումներ անենք, որ կարողանանք ֆռնանք իր վրա, բայց ինքը որպես էլեմենտ չի հայտնվելու մեր HTML-ում։ Եթե պետք չի էլեմենտ որ ունենանք ավել, ուրեմն հատարանք ng container ունենանք, նոր վրան ng-if անենք։ Եթե պետք է օրինակ չունենք նոր div, հա, բնականաբար կարաս div-ի վրա այդ չեկինգը ստուգումը տանք, ng-if-ը։ Բայց եթե պետք չի, որ օրինակ նոր div ավելանա քո HTML ստուգումների մեջ, մի անգամ ng container-ը կա։ Ջոկինգ Լուկյան։ Անցանք առաջ, այսօր մեկ էլ որ շատ չտարաբեռնեմ, կսովորացնեմ ոնց անենք, որ if-else ունենանք, բայց օրինակ այս ng-if այս տարբերակը չօգտագործենք։
Հիմա տեսեք, ինձ պետք է օրինակ ստուգեմ, այսի կոմենտը որ չխանգարի։ Եկեք count-ները մի քիչ փոփոխենք։ Մեկ, ջան։ Հա, սա բան եք ավելացնում 2 ընդհանուր ենք տեսել 3։ Հիմա տպելու ենք այնտեղ մենակ այն էլեմենտները, որոնք որ 0 չեն, այսինքն այս մեկը չենք տպելու home-ը, հա? Ոնց ենք այդ ամեն ինչը կազմակերպելու, եթե չօգտագործենք ng if։ Դրա համար այս արդեն նոր Angular-ը վերջանում վերելը if-else-ի մի հատ նոր գրելած է։ Հա, երկուսն է կարող օգտագործենք, տես որ ասացի գծել է, ոնց է գծել, գծել, հա, այդ ամեն ինչը ng if-ի վրա կարող գրից քաշածել։ Կոմոդ ու ասի deprecate-ի դա, հնացված է, էլի, բայց ինքը հա օգտագործելու են դեռ։ ng if-ը հավես գիտար քաշած, չի քաշել։ Չհասկացա ինչ պիծ։ Հա չէ, օքեյ է, ինքը ասում որ գրել ես, բայց չես օգտագործել։ Հետո կջնջենք, եթե պետք չլինի։ Տեսեք, թազա if-ը գրում ասեն, շնիկ if, հա, ոնց եք if-ը գրում, չէ, JavaScript-ում։ Նույն ձև եք գրում, պատկերացրեք, պրոստը դեմը շնիկ եք դենց։ Ասում եմ, եթե օրինակ item-ի get click count-ը կա, 0 չի, նշանակում է կա։ Այսինքն չեմ գրի, որ հավասար չի 0-ով բանում, այդպես բաներ չեմ գրում։ Քանի որ գիտեմ, որ 0-ն false-ն է, պրոստը կգեմ սենց։ Չէ՞։ Ասում եթե կա, տպ, օրինակ չգիտեմ, item-ի name-ը։ Տակից գրում եմ շնիկ, else, հա, հեշտացրել են, հա, բայց այնի եթե չիմանաս, օրինակ հին պրոյեկտ կարա գամոտ տնաս, ասես ինչ է։ Ասի հին պրոյեկտ, հա։ Չէ, եսի արդեն թազեն է։ Այնի է հին, բայց այնի պատկերացրա շատ պրոյեկտներում են օգտագործում։ Մեր սա պրոյեկտները են օգտագործում, որտեղ եսի թազը է, ինչև դերել են, ինչև ընդելացել են, նոր են սկսել օգտագործել իրան։ Մեր սովորածն պես է։ Շնիկ, հա, ոնց որ էդի հուշում է, որ всё, if-else-ով պետք է աշխատի։ Այստեղ ասում եմ, թող տպի, չկա կլիկ չի եղել, կլիկ չի եղել։ Եկեք գնանք, տենանք ինչ ունեցանք։ Ասա, կլիկ չի եղել։ Աշխատեց if-else-ը։ Նույն if-else-ը որ կա, դեռ որ գրեցին ռեդի ու տաբուդի ու բանի համար։ Հետիք ng style-ով դի բարդի։ Դե օպտիմալ է, եթե ng style-ով անենք, իմաստ չունի այստեղ if-else օգտագործենք, հա, որովհետև ալգորիթմը դրանից ծիվել է միանգամից որպես ստա, հա։ Նույնը կլասը, կլասը դնես, եթե կլասը կուսուտան կանանց ենք տալիս։ Հա, ոնց էր տեքստ կոմանդուլարը ինչ, հա, երկու հատ ճակերտը պարտադիր է։ Այսինքն բան չի փոխվում, միտոն համը գրելաձևի մեջ։ Հա, կապ չունի այստեղ tag-ի վրա էր գրած ng-if, թե պրոստը if-else-ով դու գրել ես։ Դες եթե մենք այս գրելաձևը չունենայինք, պետք է գրեինք մի հատ tag, վրան ng-if տնենք։ Չէ՞։ Բայց քանի ես գրելաձև եկել է մեծ օգնության, ու ասում եմ կարիք չկա առանձին էլեմենտի ու վրան ng-if-ի կարաս մի անգամ sense գրես։ Եթե սա չգրեմ ստեղ, հա, այսի ստեղից։ Չէ։ Դատար կա մնալու տեղ։ Այն բավարար չագերտով առան չագերտ նույն բան։ Ոնց չհասկացա, ինչ չագերտ։ Քլիկ չի եղել, չագերտ։ Տեքստ է, պրոստը տեքստ եմ գրել, իմաստ չունի չագերտի մեջ գրեմ ես իրան։ Բայց որ չագերտի մեջ գրես, այդպես մտել։ Այդ չագերտները դե դատապելում դե, հա։ Տեքստ է ինքը։ Պատկերացրինք ալերջան։ Հա, դե եկեք մի հատ ամփոփենք իրար հետ որ պատկերացրինք բոլորով։ Ուրեմն ասենք տենան որոնք են ստրուկտուրնի դայրեկտիվները, վալերը սկսում է։ Լավ, եկեք դուրգենք սկսենք։ Որոնք են ստրուկտուրնի դայրեկտիվները։ ng style switch-ը, Չէ,
Հա, չէ, որոնք որ փոփոխություն են կատարում HTML-ը կառուցվածքի մեջ։ իսկ որոնք են անում փոփոխություն Որը Ահա։ NG switch case-ը ահա ֆինանսների մեջ ցելը որ կան որոնք են ատրիբուտային դայրեկտիվները դիքչան հա օրինակ բանը կլասն ինչա դիվին որ կլասը տան ատրիբուտը չէ Ha, İngiliz hareketli Ահա edilen. հա մեկը հենց ծանոթ բառան դրա համար ատրիբուտային հա բայց մենք տեսնենք ատրիբուտը ինչա հիշ օրինակ SRS-ն ատրիբուտ է որ տալիս եք նկարի SRS հա ատրիբուտ է Pardon, da Servis-ը բանը այդպես ատրիբուտներ չէ դե պատկերացրեք դրանց համար ամեն ինչ կա ատրիբուտային դայրեկտիվներ դու շատ են կասել իսկ այս ng4-ը ng-ը հա դրանք ստրուկտուրնի են ինչի համար են դրանք ստրուկտուրնի որովհետև HTML ստրուկտուրայի մեջ բանապով էլեմենտ ավելանում կամ պակասում այս սենսորի հիշեք կարդը թույն հա պատկերացրինք Վալերջան հաջորդ հարցն ստրուկտուրի դայրեկտիվները որոնք են ուղի են 10 ունենք երրորդ դայրեկտիվի տեսակ այդ արդեն custom directive-ն է պատկերացրեք մենք սարքել ենք հետո չտոել քանդած հետո մենք մեր սեփական directive-ը դնել ենք էլեմենտի վրա ինքը անելու է մեր ուզած բանը ոնսով բանը ֆունկցիայի դες ոնց է ng-if հա այդ ng-if ասվածը որ գրած տակից պատկերացրեք նա կոմպոնենտ են սարքի կլաս է սարքի այդ կլասի մեջ պարամետրեր ունի այդ կլասը կոնստրուկտորով ստանում խոսք երկու պարամետր համեմատում է իրար հետապարեստելու կամ հա ընդդեմ բանը շատ է սարքելու Okay, ու անցանք տեգի տեսքով դայրեկտիվներից, հա, ng container Մի հատ հարց, ըստ ձեզ ng container-ը, այս տեգի տեսքով որ անցանք, ինքը ատրիբուտային է, թե ստրուկտուրնի է Directive-ա չէ, ինքն է Հա, directive, բայց առանցին որոտի։ Այսի կա փոփոխություն չի անում նրա հետ կապ չունի, ոչի ավելցնում, այլ ինվեստին։ Ինքը ոչ ինչ տվեցի ելեք տվի, ինքը չի փոխվի ես։ Այս ինքը ստրուկտուրի directive չի։ Հա, չի փոխվում։ Okay, բայց ինքը պատկերացրեք անտեսանելի container է ինքը դերում, հա, անտեսանելի բան է։ Հա, բայց ստրուկտուրի directive չի, որովհետև պարասուդի ստրուկտուրայի մեջ ոչ լինել չէ։ Ները կանած է։ Շատ լավ։ Ես հասկացանք տնային ինչ է ձեր չեք ուղարկի, ոչ կարող եք երևի ուղարկի, ես Սովորական չեմ նայել էլի։ Հարցեր ունեք տնային։ Այս սարքելու բաներն են, չէ, 3 հատ սովորական սարքել եք, Հա։ մեկի մատ բան։ Ուելի մեջը զանգված է բանը նկարել է։ Yes. Հենց է։ Վալերջան դու Այս պրոստի սարքես յոր մի սարքած կա։ Մատը բան ունենայր, զանգված ունենայր մեջը նկարել։ Okay. Okay, yo. Դե տնայինը կգցեմ, վիդեոն կգցեմ։ Հաջողանք չէ։